արձակուրդա երեխաները դուրսը խաղում են, այնքան հաճելի է, որ բակում երեխաները խաղում են այսպես տարբեր ազգերի, տարբեր գույների, տարբեր բանի, բայց մի լեզվով են խոսում, հիմնականում ֆրանսերեն են խոսում, այստեղ ոնց լսում են ֆրանսերեն են խոսում, բայց հոլանդերեն էլ գիտեն, էլի, դպրոցականները։ Առավոտ 3 գործից որ եկանք, տեղ չկար, մեքենան կանգնացնելու, այստեղ էին կանգնել։ Առավոտ հենց տեսա, մեր տան դիմաց տեղը ազատվել, արագ հագնվել են բանալները վերցրել, արագ գալիս են, որ ահագին տեղ է, էլի ասի, որ ուրիշը չգա կանգնի տեղը զբաղեցնի, դե մեր տան դիմաց է հենց, ուզում ենք միշտ մեքենան այդտեղ կանգնացնենք։ Մեքենան բերեցի մեր դուրը։ Տեսնում եք ինչ հաճելի տաք է, ժողովուրդ ջան, այսինքն զգում եք էլի, երկինքը կապույտ, արևը շողում է, ես էլ արդեն այնքան եմ բան եղել, որ արդեն տեսնում եք բարակ հագնված եմ դուրս գալիս։ Գնում եմ, մոտիկ սուպերմարկետ կա, գնամ համ սուրճ եմ ուզում առնեմ, համ վարսակի փաթիլներ, տեղում էլ արդեն կնայեմ։ Ոտքով հենց այսպես, պայուսակ եմ վերցել ու գնում եմ։ Գնամ առնեմ գամ, որ գնալու ենք մարզվելու։ Հիմա որ արձակուրդներ են, Աշոտն ասեց երեկ ինքը գնացել էր մարզվելու, ասում է լիքն էին երեխեքը բան, ասեցի դե սպաս ես էլ գամ իրար հետ գնանք։ Kabim kenara. Այս աղբի ամանները այս կարնավալի օրերին էին դրել, նայեք այստեղ 2 հատը պլաստիկի համար, 3 հատը խառը աղբի համար էին դրել, իսկ ուզում եմ եկել ցույց տամ այս կանաչ կոնտեյներները, իհարկե գույնը պարտադիր չի ամենտեղ կանաչ լինի, ցույց եմ նայեք հագուստները բերել այդպես լցրել են, հիմա ուղղակի փակած է, այս կարնավալի օրերին փակել էին, ամենտեղ դրված են դրանք։ Հին շորերը, կոշիկները բերում դրանց մեջ ենք լցնում, այդտեղ ստանում են, լվացնում բան են անում, նորից ոնց որ նոր կյանք են էլի տալիս, ուրիշ մարդկանց են տալիս կամ անգամ տեղեր կա, որ դնում են էժան վաճառում են դրանք 1 եվրոյով կամ կիլոյով, իսկ այդ աղբի ամանները, որ ցույց տվեցի դրած էին կարնավալի օրերին, մինչև հիմա դեռ չեն տարել, պարզվում է այս կարնավալի 3 օրվա ընթացքում 60% աղբ է եղել, մեր քաղաքում 60% աղբ են հավաքել, պատկերացնում եք 3 օրվա մեջ այդքան աղբ։ Հսկայական թիվ է։ Այստեղ նայեք ինչ սիրուն է։ Երեք նորություններն էի լսում, այստեղ մի հատ խանութ կա, կազա, մի անգամ ձեզ ասել եմ այդ կազայի մասին, որ շատ լավ բաներ են վաճառում, տարբեր տեսակի տան համար, էլի, այստեղ մի հատ պատմեմ նոր դուրս գամ փողոց, արդեն հասնում եմ համարյա սուպերմարկետի, ուրեմն այստեղ կարելի է նաև նստել, շատ սիրուն է տեղը, նստեմ մի հատ պատմեմ ու գնամ, այս կազա խանութը Բելգիայում կա 63 հատ խանութ, ես էլ մի անգամ Գենտից որ անցնում էի, ձեզ ցույց տվեցի այդ խանութն ու ասեցի, որ շատ լավ բաներ կան տան համար, ամաններ, բաներ, կահույք, այգու համար, տան համար, ասեցի դրել եմ վերջնավաճառքի։ Ես գիտեի մենակ Գենտինն է փաստորեն վերջնավաճառք, պարզվում է, որ ոչ թե Գենտինն է մենակ վերջնավաճառքի դրված, այլ Բելգիայում կա 63 հատ կասա խանութ, բոլոր խանութները փակվելու են ու 550 մոտավորապես աշխատող գործազուրկ են դառնալու, իսկ ինչի է փակվում, որովհետև ակցիոնը, Եվրոպայում հայտնի ակցիոնը
ու նաև մեկ ուրիշ խանութ էլ կար, հիմա չեմ հիշում որ խանութ էր, ակցիոնը հիշեցի, որտեվ ինձ ծանոթ է շատ, ոնց որ խանգարում են էլի, այսպես ասած խփում են այս խանութի գործերին, որտեվ մարդիկ հիմնականում առնում են ակցիոնից ու այդ խանութները սնանկ են հայտարարվել, կազան ավելի շուտ սնանկ է հայտարարվել, շատ սիրուն բաներ են, բայց իրոք շատ թանկ է, դե բա բնականաբար ակցիոների ժամանակ գնում ենք այնտեղից առնում ենք էլի, ինչ պետքա որ հիմա ինչ որ բանի թանկ գինտաս, եթե կարաս օգտագործես մի ընթաց փոխես ուրիշն առնես, բայց ես մտածում եմ այդ աշխատողների համար 500 քանի հոգի գործազուրկ են դառնալու, այդ գործազուրկ դառնալուց էլ ինչքան գիտեմ, այսինքն ես մեկը որ հաստատ գիտեմ, ասենք քան որ ես հարցրել եմ, գիտեմ ասենք մեր պարագայում էլ ենթադրենք, եթե մենք գործազուրկ ենք դառնում ոչ մեր մեղքով, այսինքն օրինակ սրանք ճանաչվում գործատուն ու փակվում է այդ տվյալ հիմնարկությունն ու մարդիկ մնում են դառնում են գործազուրկ, իրանք պարտավոր են 2 տարի աշխատավարձը պահպանեն այդ մարդկանց, 2 տարի, եթե մարդը 5 տարվա աշխատանքային ստաժ ունի այդ տվյալ տեղում, էլի, օրինակ ասենք, եթե հիմա մեր խանութը ինչ-ինչ պատճառներով փակվի, ասենք սրանք ճանաչվի, իրանք պարտավոր են մեզ հիմնական աշխատողներին, հիմնական կոնտրակտ ունեցող աշխատողներին 2 տարի մեր ամբողջական աշխատավարձը վճարեն։ Այնպես որ հիմա այդքան մարդիկ գործազուրկ են դառնում, բայց երևի թե իրանց փողերը կստանան, էլի, մինչև ուրիշ գործ ճարեն։ Այդպես ժողովուրդ ջան, այդ էի ուզում ասեի, որ կազան փակվում է, կարող է ձեր երկրներում էլ կա, որ իմանա, գնաք, այնտեղ սիրուն բաներ կան, զեղչել են, կարա գնաք առնեք։ Ես էլ այդ վերջերը չէր, բայց երբ էր մի քանի ամիս առաջ մտա, մի քանի բան էլ ես առա այդտեղից։ Էլի կարելի է մտնել, մի հատ էլ կմտնեմ։ Հիմա գնանք, շարունակենք ճանապարհը, չմոռանամ ինչի համար եմ դուրս եկել։ Մեր փողոցի շշերը տարել են, այստեղինը դեռ չէ։ Մի հատ կարվեցնենք ու գնանք, ժողովուրդ ջան։ If I make her the head լավ այս վերցնեմ երևի։ Համեմունքներից ինչա պետք նայենք։ Տեսնենք ինչ սուրճ ենք ընտրում։ Սա էսպրեսոյա, պետք չի։
ամեն անգամ տարբեր բաներ եմ վերցնում։ Բայց ոնց որ այնքան էլ շատ տեսականի չկա, մի քանի տարակ անգամ դատարկ են։ Պերլա, սա ինչ սուրճ է։ Այստեղ էս մի քանի դարակները դատարկ են, երևի չեն հասցրել լցնեն։ Մի հատ էլ պանիրները նայեմ, ակցիա է դրած, 3 հատը իրար հետ 5 եվրո, բայց 100 գրամ ամեն մի տուփը։ Բուտերբրոդի համար բաներ կուզեի, բայց այստեղ շատ թանկ է, սա ինչ բաներ է, 17 եվրո արժի։ Այս սրանք են բուտերբրոդի, բայց շատ թանկ են, Լիդլից կառնեմ։ Հետաքրքրության համար նայում եմ պատրաստի ուտելիքները, այնքան թանկ են, այս մի ամանը 8.99, սա հետը բանա ծոախեցկետին ավելացրած 9 և 9.99, 9 եվրո, 10 եվրո։ Դուրս եկա ժողովուրդ ջան, պայուսակս ծանր ահագին, գրել է ինչ պետք է առնեմ, բայց մոռացա, մենակ չէի գրել, ասեցի կհիշեմ, բայց չհիշեցի, կոկոսի ջուր պետք է առնեի, որը շատ օգտակար է, ինչ որ ցույց տվեցի, դա էլ վերցրել եմ, այդտեղ այս սուպերմարկետում էլ էլի ինքնասպասարկող այդ կասաներն են, որ ինքնուրույն պետք է մոտենանք ամեն ինչ անենք մենք, կասայի աշխատանք անենք, հիմա շատ խանութներ են այդպես սարքում, կասաներ են դնում, որ աշխատողներին կրճատեն, չնայած կոնկրետ այս սուպերմարկետում մի քանի հատ այդպես դրած է, Ալբերտ Հեյնում է ժողովուրդ ջան, Բելգիայի ապրողները կիմանան, բելգիական սուպերմարկետ է, այստեղ մի հատ էլ աշխատողի կանգնացնում են, մի հոգի էլ կանգնում է, որ նայի, որ մարդիկ ամեն ինչ, ապրանքները ամեն ինչ կասայով անցկացնեն, էլի։ Ու մի հոգի է զբաղված լինում, ասենք, կասաները համարյա, մի կասա երկուս էլի աշխատում է, բայց հիմնականում մարդիկ ինքնուրույն են անում իրանց վճարումները ինքնուրույն են անում, այդպես ավելի հաճելի է, քան թե հերթ կանգնեն կասայի մոտ։ Հիմնականում այս արձակուրդի օրերին Դե շաբաթ ասեցի արձակուրդի օրերին, շաբաթ կիրակի օրերը ուսանողներն են աշխատում, այս մեքենան ուզում է թեքվի, ես նկարահանումներ եմ անում, ոչինչ թող սպասի, համբերատար են, այստեղի վարորդները շատ համբերատար են, անգամ մի հատ ազդանշան չեն տալիս, մենակ կարելի է տալ, ազդանշան մենակ կարելի է տալ, եթե ինչ-որ վտանգ է, ասենք օրինակ մեքենան ետ է տալիս, կարող է կպնի քո մեքենային կամ բան, թե չէ ազդանշան տալ չի կարելի ու չեն տալիս։ Պայուսակս էլ ահագին ծանր է, ես էլ ճեմելով գնում եմ, Աշոտը սպասում է, գնամ որ գնանք մարզվելու։ Ով էր գրել, որ այսպես ակտիվ երուզերի մեջ եմ, դրանով ոգևորում եմ, հա բա նպատակն էլ է դա էլի, որ ձեզ էլ ոգևորեմ, որ ձեզ էլ մոտիվացնեմ ինչ-որ բան անելու, որ չասեք 40 տարեկանից հետո կյանքը վերջանում է, անգամ 60 տարեկանից հետո կյանքը նոր է սկսվում, պետք է քանի կանք, այդպես ակտիվ լինենք։ Չդիմացա, մոտեցա նայում այս ծաղիկները մոտիկից։ Այդտեղ բայց թանկ են ծաղիկները, մասնավոր խանութ է, իսկ օրինակ Lidl բանում էժան է, էլի ավելի դրված, կարելի է փողոցն ասնենք, արև այստեղ մեքենաները
կարող է մեքենան չտեսնենք, դրա համար խաչմերուկներին ճիշտ է էլի արագությունը իջացնելը։ Դրա համար բույսերը ծաղիկները ավելի լավ է, այդ սուպերմարկետներում են իժան ծաղկում, այնտեղ ծաղկել, թե չէ այս մասնավոր խանութներում թանկ են։ Շատ սիրուն են, Անուշոտը գալիս էր, բայց թանկ են։ Այս սուպերմարկետը, որ մտել էի, այդ խանութի սառացրած հաղարժները վիրուս էր պարունակել ու ահագին մարդիկ հիվանդացել էին դրանից։ Այս բազմոցը դրել են նվեր, գրատիս, կեղտոտ բազմոցը։ Որպես իրանք չտանեն, թափեն դրել են, որ ինչ-որ մեկը գա տան, ես էլ եմ այդպես անում, ինչ-որ պետք չի լինում, հանում դնում եմ դուրսը, որ տանեն։ Մի հատ կացա ունեինք, շատ էի սիրում, շատ լավն էր չափը, ամեն ինչը, մի շատ թեթև մեջը քերծված կար, այդպես չուզեցինք օգտագործենք, դրել էի դրսի կողմից պատուհանի կողքին, մի 2-3 օր ոչ մեկ չէր տարել, բայց իրական պետքա վրան գրեի նվեր, չէի գրել, չէին տարել։ Ես էլ մի քիչ հեռացրի մեր տնից, մի 2 մետր հեռու դրեցի, ասի որ մարդիկ ռիսկով գան վերցնեն, տարել են, չկա։ Այս շունը, այս խեղճ շունը տեսնում եք, անընդհատ այսպես նստած նայում է։ Բանտարկված է, թափառող շներ չկան փողոցներում, ընդհանրապես թափառող կենդանի չեք տեսնի փողոցներում։ Ասում եմ ու հիշում ոնց էինք վախենում փողոցներում թափառող շներից։ Գնաց հիմա էլ նույնը չէ։ Ասել եմ ժողովուրդ ջան, այս թևս արդեն անզգայացել է ծանրությունից, մտնեմ տուն, կհանդիպենք։ Այս մի քանի բանը դատարկեմ, սրանք եգիպտացորենի վաֆլիներ են, հացի փոխարեն օգտագործելու համար պրոտեինով հարուստ, սա վերցրի, ինչ որ ապուր կպատրաստեմ բանջարեղենային, հիմա տեսնենք, այս վարսակի փաթիլները, մի կիլոն մի եվրո արժի, սննդային արժեքն էլ այա, կատնաշոր, արժեր 1.19, մի հատ սոյայի սոուս եմ վերցրել, փորձենք տեսնենք ոնց է, վերցրել եմ նաև բուսական ֆրիկադելներ, հարուստա սպիտակուցներով ու բջջանյութով, վիտամին B12 ու երկաթով։ Հա ինձ հարցրել եք, իմ սիրելի ընկերուհիներ հարցրել սոյայի կաթը ոնց ենք օգտագործում, սոյայի կաթը օգտագործում ենք ոնց որ մյուս կաթը, սովորական ոնց որ կաթը օգտագործում են, այդպես է սոյային, ուղղակի սոյայինը բուսական կաթ է, այն մյուսը կենդանական ծագման։ Այս սունկն եմ վերցրել, հետո դարչինը վերջանում էր արդեն մեր, սա եմ վերցրել, շատ եմ սիրում դարչին, սուրճի մեջ եմ շատ սիրում, խնձորով պիրոգն եմ սիրում դարչինով ու այս սուրճը, փորձենք, տեսնենք սա ոնց է, այս անգամ էլ սա եմ վերցրել, ամեն անգամ մի բան վերցնում եմ, տեսնենք արաբիկա, ռոբուստա, նայենք ոնց է, այսքան բան եմ վերցրել, ժողովուրդ ջան, վճարել եմ 24 եվրո 17 ցենտ։ Արագ ընթրիք եմ պատրաստում ձկան ֆիլեի վրա, աղ եմ ցանում ու սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի փոքր ցիթապտղի ձետ, երկու կողմից քսում եմ այդպես, ջեռոցը միացրել եմ տաքանա, այս ծուկը շատ շուտ է եփվում, եթե ջեռոցը արդեն տաք է, 10 րոպեում պատրաստ է։ Մի փոքր էլ չորացրած բազիլիկ եմ ավելացնում, տեղափոխում եմ տապակի մեջ ու դնում եմ եփվի։ Իհարկե ծուկը առանց կիտրոնի չի լինի,
10 րոպե հետո արդեն պատրաստ է։ Շատ հյութալի համով ձուկ է։ Այսպես կիտրոնի հյութով անուշ ենք անում։ Օրվա վերջում մի քիչ էլ հեծանիվ քշեցի, շատ չէ, 10 րոպե երևի, որովհետև այս հեծանիվը երկար չեմ կարում քշեմ, ծնկները սկսում են ցավել, իսկ դրսում որ մարզվում ենք, երբեք չեն ցավում։ Ճանապարհին եմ էլի կես ժամ մեքենայով եկել ենք, որ հասնենք տրամվայի կանգառ, որ այստեղից տրամվայով գործի գնամ։ Հասեցի վերջի րոպեներին, շուրջից մի քիչ կտրվում է, 10 րոպե մեկ է գնում։ Տրամվայելով հասցրինք այս փոքր փողոցը, ես ու մի հատ կին էինք, կարմիր լույսի տակով անցել ենք վազալով, մեքենա չկար, նայեցինք, ասաց չստան փողոց։ Այս նեղ փողոցը վազելով անցել ենք։ Տոպսերի ապարատներն են ամենտեղ դրածել կանգառներում։ Այնտեղ էլ ժամերն է գրած, 3 րոպեից իմ այս տրամվայի կշարժվի, հաջորդը 14 րոպեից է, այն մյուսը 23 րոպեից։ Օրը շաբաթ է, շաբաթ օրերը արդեն շուտ եմ սկսում գործը, 11-ին եմ սկսում մինչև 5:15։ Արևոտ անուշ եղանակ է։ Իրիկունները շուտ վերջացնել տուն գնալը լավ է։ Հասցնում եմ հանգստանամ, որ կարողանամ ավելի հանգիստ քնեմ։ Մյուս օրերին 9-ին հասնում եմ 9-ից, դրա համար էլ չեմ կարողանում հանգիստ քնեմ, թե մի բան էլ ուտում եմ, արդեն խանգարում է քնելուն։ Շուտ եմ դուրս եկել, որ խանութում մի երկու բան պետք է նայեմ առնեմ, հասցնեմ առնեմ, գործից հետո էլ կարամ առնեմ, բայց չեմ ուզում գործից հետո արագ ուզում դուրս գամ, որ հասցնեմ տրանսպորտ վերցնեմ տուն գնամ։ Գնացքները նորմալ չէին աշխատում, դրա համար եմ էլ այսպես եկել։ Շաբաթ օրը գործ են անում գծերի վրա։ Ավտոբուսը շաբաթ օրը ժամը մի ավտոբուս է, կիրակի օրը 2 ժամը մի ավտոբուս է։ Դե իսկ աշխատանքային օրերին, դպրոցի օրերին ավելի հաճախակի են ավտոբուսները գնում։ Ուղիղ իր ժամի շարժվեց։ Սա արդեն կենտում ենք, ժողովուրդ ջան, կենտում եմ նկարում։
Այս սպիտակ գլխով կինը 95 տարեկանից ավել կլներ, հազիվ քայլում էր։ Տրամվայ կանգնեց, մի կանգառում վարորդը փոխվեց, այն մեկը իջավ գնաց, մի րոպե հետո մյուսն եկավ, նստեց, բարձրախոսով մեկ էլ բարևեց ժողովրդին, բարի գալուս տրամվայ, այսօր մինչև ժամը 6-ը ասեց, ես ձեզ անվտանգ կտեղափոխեմ, այդպես բան ես չէի լսել, ինձ թվաց ուղղակի ես չեմ լսել, մեկ էլ մարդիկ սկսեցին ծափ տալ, ես էլ իրանց հետ, հետո խոսում էին այդ հետևի նստածները, ասում է առաջին անգամ լսում ենք, որ տրամվայի վարորդը այսպես ողջունի խոսք ասի, էլի, հաճելի էր։ Ասելի չել եմ, ժողովուրդ ջան, տեսնում եք այս սիրուն տեսարանը, Կենտի կենտրոնում եմ, շուտով կհասնեմ մեր խանութ, անուշ, արև, սիրուն եղանակա, մարդիկ արդեն դուրս են գալիս, ռեստորանների դիմաց դեռ դատարկ գոտա մի քիչ, բայց շուտով կլցվեն, նստելու տեղ չի լինի։ Ջուրը ինչքան հանգստություն է, չէ, փոխանցում։ Այս քաղաքը իր հնությամբ է հենց ինձ դուր գալիս։ Այս բանի, տրամվայների ձայնը, այս հին շենքերը, մեր մոտ մեր սիրուն Երևան ամբողջ հին բաները դրեցին, քանդեցին, նոր շենքեր սարքեցին, իրաց թված այդպես է, էլի, այդպես պետքա գրավեն, էլի, տուրիստերին այդ նոր շենքերով պետքա գրավեն, պատկերացնում եք, Եվրոպայից մարդիկ պետքա Հայաստանում գային նոր շենքերով, էլի, հմայվեին, հիանային։ Տեսնենք, ինչ արժի 22 եվրո։
Եվրո։ Ես տեսակ շալվար եմ ուզում, բայց չգիտեմ առնեմ տանեմ տանը փորձեմ, թե ոնց անեմ։ Այս կտորից փաստորեն ամեն ինչը կա։ Ամեն ինչ կարել են։ Այս բլուզն էլ է սիրում, բայց կարճ է, հիմա ինքան կարճ են կարում։ Սրանք էլ մարսվելու շալվարներն են։ Ես հասա գործի, ժողովուրդ ջան, դուք նայեք տեսանյութը, մինչև ես աշխատեմ դուրս գամ։ Հարցրել եք խանութում ինչ եմ աշխատում, վաճառողուհի եմ։ Այս խանութի վաճառողուհին եմ։ Վաճառողուհիներից մեկն եմ։ Ես արդեն գործից հետո եմ, նայեք ինչքան ժողովուրդ կա, անցնելու տեղ չկար, այնքան լիքն էին։ Իմ շատ սիրելի հայուհիներ, այսօր մարտի 8-ն է ու ես սիրով ուզում եմ ձեզ շնորհավորեմ ու ցանկանամ, որ լինեք առողջ, լինեք երջանիկ, լինեք ինքնաբավ, լինեք ինչ որ ցանկանում եք կատարվի ձեր կյանքում, ունենաք միշտ ներքին ուրախություն, պարզապես եղեք երջանիկ, սիրելիներս, ամենայն բարիք եմ ձեզ մաղթում։ Իսկ ես գործից նոր եմ դուրս եկել, այս սիրուն վարդը կյանքում առաջին անգամ ներխանութը նվիրել է մեզ, ամեն մեկիս անունով, ուրախացանք ամեն դեպքում, շատ մարդ կար, խանութում շատ ծանրաբեռնված էր, գլուխս սկսեց ցավել այդ հոտերից, այդ ծանրաբեռնվածությունից, հիմա ճանապարհին չհասցրի որևէ տեղ, ես 5 րոպե եմ ոտքով եկել, չհասցրի որևէ տեղից սուրճ վերցնեմ։ Ստիփաց տանը պետք է խմեմ, տրամվային եմ սպասում, հուսանք շուտով կգա։ Ահա որ էր խանութում շատ լիքը, այնքան մարդ կար, որ հոգնեցինք, շատ հոգնեցինք, անընդհատ կասայում եմ կանգնել։ Հետաքրքիր դեպք եղավ, մի կին բերել էր ինչ-որ բան, ասում էր, ուզում եմ փոխեմ, երբ տամ փոխեմ, ասում է, բայց մոտս չի, կախել եմ, ասում է բանում, մտել եմ խանութ ու կախել եմ իրա տեղը, իբր կախել է իրա տեղը ու մոտեցել է, որ ուրիշ վերցնի կամ փոխի։ Ասում եմ, բայց դու պետքա այդ ապրանքը բերես կասայում տաս, ասում է, չէ, ես անվտանգության աշխատողին ասեցի, ասեց կարաս կախես տեղը ու գնաս կասա։ Դե քան որ հաճախորդը համարվում է թագավոր խանութում, հավատացինք։ Հետո պարզվեց, որ խաբում է, մենեջերը եկավ, բանի անվտանգության աշխատողին կանչեց, նա էլ ասեց, չէ, ինձ բան չի հարցրել, ասեց դու ինձ բան չես հարցրել։ Խաբում էր, փորձեց չստացվեց, էլի։ Շունն էլ ագնացքով երթևեկում։ Համարյա հասնում եմ մեր քաղաք, սիրելիներս, հրաժեշտ տամ ձեզ այս վլոգը, այսպես ավարտեմ, կհանդիպենք հաջորդ վլոգում, լավ մնացեք։